Ոստիկանության Լոռու մարզային վարչության արագ շախմատի առաջնությունը Վանաձորում արդեն ամենամյա է դարձել։ Այս անգամ եւս առաջնությանը մասնակցում էին Լոռու մարզային վարչության եւ ենթակա բաժինների ոստիկանները, ինչպես նաեւ քննիչական բաժնի ծառայողները։ Արգովելի է այն փաստը, որ շախմատը մեծ տարածում ունի եւ մասնավորապես ուժային համակարգերում շախմատի մասսայականությունը բավականին մեծ եւ դերական նշանակություն ունի։ Որոշված հաղթողները հանրապետության ոստիկանության եզրափակիչում հաջող են հանդես գալիս, մասնավորապես եւ լավագույն եռյակում են տեղ գրավել, լավագույն քառյակում, իսկ ասենք ոստիկանության համակարգում բավականին ուժեղ շախմատիստներ են հանդես գալիս։ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում շախմատի ազգային ֆեդերացիայի 4 սպորտի վարպետ կա, իսկ սիրողական մակարդակում շախմատը շատերի համար է հոբբի։ Ոստիկաններն ազատժամերին հաճախ են լինում Վանաձորի շախմատի մասնագիտացված դպրոցում։ Շախմատը շատ զարգացած է, ինչպես վետերանների շրջանում, նրանք են մասնակցում, նաև կրթահամալիրն է շատ ուժեղ, ոստիկանության կրթահամալիրը, եւ թիմերի մեջ գրավել ենք 4-րդ տեղը, անհատական առաջնությունում 1 հոգի 3-ից 1 գրավել է 5-րդ տեղը, որը նույնպես լավագույն ցուցանիշներից մեկն է։ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունը ակտիվորեն մասնակցում է մրցաշարերի 8 այլ մրցաձևերից եւս։ Նաև Դինամո մարզական ընկերության, ինչպես նաև մարտական եւ ֆիզիկական պատրաստակցության բաժնի ղեկավարության ուշադրության կենտրոնում է ֆիզկուլտուրայի սպորտը։ Նաև մասնակցում ենք միջազգային ոստիկանության միջազգային մրցումների։ Արագ շախմատի մրցաշարի հաղթողներն արժանացան պատվոգրերի։ Հաղթողները հնարավորություն կստանան մասնակցել նաև փետրվարի 6-ից 8-ը մայրաքաղաքում կայանալիք արագ շախմատի առաջնությանը։ Նարինե Մաթևոսյան, Պավել Պետրոսյան, Միք հեռուստաընկերություն։